Բարև ձեզ, դիտակետն ուղիղ եթերում եք, զրուցենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության ուսանողական կազմակերպության անդամ Ռեբեկա Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ, Ռեբեկա, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ Ռեբեկա, միանգամից առաջարկում եմ խոսենք Բաքվում պահվող մեր ռազմագերիների մասին, որովհետև տեսնում ենք ինչ կեղծ դատավարություն է ընթանում, ինչ պայմաններում են մեր Բաքվի ռազմագերիները, դա պարզ է դառնում եւ տեսնում ենք Ռուբեն Վարդանյանի հետ կապված դեմքի վրա կապտուկներ, Բակո Սահակյանի ատամնաշարը, այսպես ներքևի հատվածը չկա եւ այլն նկարներից պարզ է դառնում, թե ինչ վերաբերմունք են ցուցաբերում Բաքվում մեր հայրենակիցներին, ձեր կարծիքը ինչու այսպես եղավ եւ ինչ են անում այս իշխանությունները։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ինձ հյուրընկալելու համար, այո, այսօր խոսելու ենք Բաքվում գտնվող մեր հայ ռազմագերիների մասին, մեր քաղաքական եւ զինվորական էլիտայի ներկայացուցիչների եւ ոչ միայն։ Վերջերս հրապարակվեց ստատական նիստից լուսանկարներ, մասնավորապես Բակո Սահակյանի եւ Ռուբեն Վարդանյանի, որոնց դեմքի վրա ակնհայտ տեսանելի էին խոշտանգումների եւ բռնության հետքեր, այն որ մեր ռազմաքաղաքական էլիտա, մեր ռազմագերիները Բաքվում խոշտանգվում են, արդեն իսկ ապացուցված է լուսանկարներով եւ վիդեոներով, հա, բայց թե ինչ հոգեբանական խոշտանգումների են նրանք ենթարկվում, միայն կիմանան նրանք։ Այս տարվա հունվարի 17-ից սկսվել են շինծու դատավարություններ, մեր թվով 16 ռազմական եւ քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ արդեն նշեցի եւ ոչ միայն դատվում են Բաքվի բանտերում, եւ Հայաստանում գեթ մեկ ջանք չի գործադրվում, որպեսզի մեր գերիները վերադարձվեն Հայաստան կամ գոնե այնտեղ կատարվող շինծու դատավարությունը եւ առաջադրված հոդվածները դառնան իրապես ավելի իրականությանը մոտ եւ ավելի թափանցիկ դատավարություններ լինի միջազգային իրավական նորմերին համապատասխան։ Մեր ռազմագերիները այնտեղ դատվում են ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումներ ձևավորելու հոդվածներով, ասել է թե Բաքվում մեր 16 ռազմագերիներին դիտարկում են որպես ահաբեկիչներ եւ զինված խմբավորումների մասնակիցներ կամ դրանք ձևավորողներ հենց։ Եվ մենք ունենք մեկ հնարավորություն մեր գերիների հետ կապ հաստատելու, դա Կարմիր խաչի միջոցով է տեղի ունենում, լինում է, չգիտեմ, ամսվա մեջ մեկ անգամ են այցելում, երկու անգամ են այցելում, ըստ այդմ եւ ընդամենը նրանք հայտարարություն են տարածում կամ ընտանիքի անդամների հետ ունենում են կամ տեսազանգ կամ հեռախոսազրույց եւ այլն, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանը ուզում է Կարմիր խաչի կոմիտեից, այսպես ասած, դուրս գալ եւ այդ ներկայացվածություն չունենալ, այդ պարագայում մենք շատ մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու, ինչպես ենք տեղեկանալու մեր գերիների վիճակի հետ կապված եւ ինչ այլընտրանք կարող ենք ունենալ, եթե այս ամենը տեղի ունենա։ Թույլ տվեք մինչև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական մասնաճյուղի մասին խոսել են մասին, որ պարբերաբար ադրբեջանական ՄԻՊ-ը այցելում էր մեր հայ ռազմագերիներին Բաքվի բանտերում, իրականում ռազմագերիների այցելությունը ՄԻՊ-ի կողմից նպատակ է հետապնդում ինչ-որ կերպ քողարկել այն վերաբերմունքը եւ այն իրական պատկերը, որոնք որ Բաքվի բանտերում առկա են, հա, պարզ է, որ այն մարդիկ ենթարկվում են ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն եւ ուղղակի ցուցադրական կերպով է ՄԻՊ-ը այցելում իրենց ինչ է պիտի ադրբեջանական մարդու պաշտպանը զբաղվի հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ, որոնց որ Բաքվի դատարանը մեղադրում է հաբեկիչ լինելու մեջ, իրականում սա փորձում են սրանով թոզ փչել միջազգային հանրություն կոչեցյալի աչքերին, ասելով որ այո, նրանք հանցագործներ են, սակայն մեր ՄԻՊ-ը կատարում մեր պարտականությունների եւ լիազորությունների շրջանակներում այցելում է Բաքու այդ բանտարկյալներին։ Իսկ ինչու այնտեղ մեր ռազմագերիներին չեն այցելում միջազգային իրավապաշտպաններ։ Ինչու մեր ռազմագերիների առողջական վիճակով չեն զբաղվում միջազգային բժիշկները։ Դե թույլ չեն տալիս։
Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս բաց հայտարարում է։ Եվ ադրբեջանական կողմը դրանով իսկ ապացուցում է, որ չի պատրաստվում թույլ տա որևէ միջազգային կառույցի, որևէ միջազգային իրավաբանական խմբի կամ միջազգային բժիշկների այցելել Բաքվում գտնվող մեր հայ ռազմագերիներին, եւ դրա վառ ապացույցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումն է Բաքվում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակականության կապերի մասնագետ Լաշանը վերջերս հայտարարեց, որ ներկայումս ընթանում են Բաքվի իշխանությունների հետ շփումներ, որի արդյունքում կքննարկվեն հնարավոր փակման հնարավորությունը, այսինքն նվազեցնելու այդ հնարավորությունը, ասաց, որ դա երկում շփումներ եւ դրանք կոնֆիդենցիալ են։ Ինչ է նշանակում։ Նշանակում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակության կապերի մասնագետը ասում է, որ կոնֆիդենցիալ են, ինչը նշանակում է, որ չեն հրապարակելու եւ չեն ասելու, թե ինչ են խոսում Բաքվի հետ, եւ Բաքուն ցանկացած պատրվակով, ցանկացած առիթով ուղղակի կարող է միջազգային այդ հաստատությունը փակել, իսկ Կարմիր խաչի միջազգային հաստատությունը այն կոմիտեն է, որը ունի մանդատ, որը կարող է պահանջել եւ այցելել մեր ռազմագերիներին Բաքվում, եւ այդ կոմիտեի փակումը հենց դա հետապնդում է, որպեսզի ոչ մի միջազգային կառույց իրենս Կարմիր խաչի չայցելի մեր հայ ռազմագերիներին, մեր 16 ռազմագերիներին Բաքվում։ Բոլոր կամուրջները փակում են այս պարագայում։ Այո։ Եվ դուք ինչ այլ ընտրանք եք տեսնում, եթե իսկապես Կարմիր խաչի միջազգային այդ կոմիտեն փակվի, օրինակ, ինչպես մենք կարողանանք մեր գերիների հետ կապ հաստատել, ինչ քայլեր կձեռնարկվի, այդպես ելք տեսնում եք որևէ։ Տեսեք, ցավոք սրտի չեմ տեսնում եւ պիտի նշեմ այն պատճառները, որի արդյունքում չեմ տեսնում բնականաբար, եթե Կարմիր խաչի միջազգային կոմիտեն փակվի եւ Բաքուն թույլ չտա որևէ միջազգային կազմակերպության այցելել մեր ռազմագերիներին, ապա այդ դատավորությունները բեմադրելու է Ադրբեջանը, բեմադրում է Ադրբեջանը, խաղում է Ադրբեջանը եւ այդ դատավորությունները ընթանալու են այնպես, ինչպես որ իրենք են ցանկանում եւ ռազմագերիների հետ կատարվելու է այն, ինչ որ իրենք են ցանկանում։ Ինչու՞։ Որովհետև ոչ մի միջազգային կառույցի չեն թողում միջամտել այդ հարցի, առանձնապես շատ միջազգային կառույցներ ցանկություն չեն էլ հայտնում ներգրավելու նման թեմայի մեջ, եւ երրորդը հայկական կողմը ոչինչ չի անում այս ուղղությամբ։ Պիտի ինքներս մեզ ի վերջո խոստովանենք եւ աչքերներս բացանենք, հասկանալու համար, որ հայկական կողմը մատը մատին չի տալիս։ Գուցե ԿՊ-ն իր ղեկավարով, իր խմբակիցներով եւ այլոցով նշում է, որ այո, մենք ջանքեր ենք փորձում գործադրել, ուղղակի չենք հրապարակում դրանց մասին, որպեսզի վիճակը ավելի չվատթարանա Բաքվում, բայց մենք ջանքեր ենք գործադրում։ Իսկ ինչ ջանքեր։ Եվ տեսեք, եթե արդար է ադրբեջանական կողմը, եթե արդար է այդ պարագայում նաև միջազգային լրատվամիջոցների թույլ կտային, որպեսզի գային լուսաբանեին դատական ողջ ընթացքը, դատական նիստերի, բայց դա էլ է փակ ռեժիմով տեղի ունենում եւ այն նկարները, որոնք հրապարակվում են, մենք տեսնում ենք, որ ինչ որ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից է դա լինում եւ միգուցե հատուկ է արվում իմանալով թե ինչքան ծանր է հայերիս հոգեբանական վիճակը, տեսնելով այդ նվաստացումը, թե ինչպես է պահվում մեր ռազմագերիները եւ ինչպես են նրանց վերաբերում։ Գիտեք, իրականում սա մի մեծ ապտակ է, որը հասցնվել է եւ հասցնվում է հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը։ Այն, որ Բաքվում այսօր դատվում են 10 ռազմագերիներ, դա վկայում է մի մասին, որ 16 ռազմագերիները այո դատվում են, բայց այնտեղ առաջին դատվում է Հայաստանի Հանրապետությունը։ Ես առաջին մարդը չեմ, ով այդ մասին նշում է, սակայն ես նույնպես չեմ կարող չնշել այդ մասին։ Այնտեղ Հայաստանի Հանրապետությունն է դատվում, այնտեղ դատվում է հայ ժողովուրդը, դատվում է իր դավադիր իշխանությունով հանդերձ։ Եվ Ռուբեն Վարդանյանը այսօր հայտարարություն էր տարածել ձայնագրության տեսքով նաև տեքստն էլ կա, դե պարզ երևում է նա ինչ է ասում, ինչ ուղերձ է հղում, օրինակ դուք լսելով այդ վստահ եմ լսել եք, ինչ ապրումներ եք ունենում եւ ըստ ձեզ հիմնական ուղերձի հիմնական ասելիքը որն էր, ինչ էր հասցնում Ռուբեն Վարդանյանը մեզ հայերիս Հայաստանում ապրող կամ Սփյուռքում կապ չունի։ Միանշանակ լսել եմ եւ շատ խառը հուզական զգացողություններ եմ ունեցել այդ ձայնագրությունը լսելով, նյութը կարդալով։ Գիտեք,
Ռուբեն Վարդանյանը եւ մեր հայ ռազմագերիները այս դատավորությունների ընթացքում ավելի քան ապացուցել են, որ իսկական հայ տղամարդու կերպար են, ոչ միայն Ռուբեն Վարդանյանը, այլ նաև Պակոս Սահակյանը, Լևոն Մնացականյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, որոնք անգամ այդ շինծ ու դատավարության ընթացքում եւ հպարտ հայտարարել են, որ այո, մասնակցել են Արցախյան ազատամարտին, Լևոն Մնացականյանը նույնիսկ եթե որտեղ էլ որ չեմ մասնակցել, անհրաժեշտություն չի եղել, որ անհրաժեշտ լիներ կմասնակցեի, նույնը Գեգամ Նազարյանը, Պակոս Սահակյանը, Դավիթ Մանուկյան։ Այո, Պակոս Սահակյանը, որը որ ասաց, որ Արցախի հիմնախնդիրը դատական նիստի առարկա չի, եւս մեկ անգամ ապացուցելով, որ թերևս ինքը եւ Արկադի Ղուկասյանը հայկական երկրորդ հանրապետության, Արցախի հանրապետության ամենաարժանավոր նախագահներն են, եւ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանին եւ իր իրավաբանի, իր փաստաբանի ավելի ճիշտ հայտարարություններին, գիտեք Ռուբեն Վարդանյանը նման ծանր իրավիճակում գտնելով անգամ գոտեպնդում է հայ ժողովրդին, կոչ անելով չմարել հույսը, հավատալ մեր ուժերին եւ չդադարել պայքարել, ինքը ծանր խոշտանգումների տակ է վստահաբար եւ դա իր դեմքին տեսանելի է, դուք խոսքում ձեր նշեցիք այն կապտուկները, միևնույն է ինքը իրեն համարում է հայ որդի, հայ թոր, շնորհակալ է եւ հպարտ է որ հայ է ծնվել, դա է նշեց, ասում է որ իր մեջ շատ սեր կա անգամ այս պայմաններում առիթ հայրենիք, առ Արցախը, իր ընտանիքը եւ կոչ է անում հայ ժողովրդին չվահատվել, բայց դրանից էլ նաեւ կոչ է անում պայքարել եւ չմոռանալ պայքարի ճանապարհը բռնելու մասին, ասելով որ պետք է քաջ գիտակցել, որ ես ու 15 հոգի չենք դատվում է ողջ Հայաստանը եւ չպետք է թույլ տանք, որպեսզի Հայաստանը Բաքվում դատվի։ Ինչ վերաբերվում է Ռուբեն Վարդանյանի փաստաբանի հայտարարությանը, այո, Ռուբեն Վարդանյանի փաստաբանը շատ իրատեսական կերպով իրավացիորեն նշում է, որ Հայաստանը եւ Հայաստանի իշխանությունը ոչ մի ջանք չի գործադրում Բաքվում է ռազմագերիներին ետ վերադարձնելու հետ կապված, վերջերս չէ, բայց մոտակա ժամանակներս նշել էր այդ մասին, որ կոչ է անում ավելի ակտիվ ներգրավել դրա մեջ, գիտեք, երբ որ քաղաքացիական պայմանագիրը, այդ խմբակի ղեկավարը ու այլոք ասում են, որ դե գաղտնի ջանքեր են գործադրում, որպեսզի կարողանան ետ վերադարձնել, նախ դատավարությունը հունվարի 17-ից տեղի է ունենում, ուզում եմ հասկանալ այս 2 ամիսների ընթացքում ինչպիսի ջանքեր են գործադրել կամ եթե անգամ այդ ջանքերը թաքուն են պահում, ապա արդյունքներն ինչպիսին են, գոնե արդյունքներով կարող են կիսվել, եթե իրապես գործադրել են, իսկ ես շատ խիստ կասկածում եմ, որ գործադրել են, իրականում երբ ասում են դե գաղտնի ենք պահում, որպեսզի մեր գերիների վիճակը ավելի չվատթարացնենք այնտեղ, մեր գերիները այնտեղ են հայտնվել շնորհիվ ԿՊ-ի ղեկավարի եւ չպետք է այնպես ձևացնել իբր թե ամենևին էլ կապ չունեն այս թեմայի հետ, ուղղակի մեծահոգաբար որպես իշխանություն փորձում է ջանքեր գործադրել, իրենք են հենց մեղավորը եւ իրենց պատճառով է, որ մեր ռազմագերիները այնտեղ են հայտնվել են, երկրորդն էլ եթե անգամ ուզում են իրապես մեր ռազմագերիների հետ վերադարձնել, ապա գոնե թե ինչ-որ մի հատ կետ խաղաղության պայմանագրում տեղ գտնել հայ ռազմագերիների վերաբերյալ, ես նման կետի չեմ տիրապետում, ընդդիմությունը չի տիրապետում եւ առասարակ հայ ժողովուրդը ընդդիմությունը անգամ տեղյակ չեն, թե իրապես խաղաղության պայմանագրի կետերը քանիսն են, քանիսի շուրջ համաձայնություն կա, քանիսի շուրջ չկա, եւ եթե իրապես անհանգստանում են, ապա գոնե մեկ կետ, այսպես կարմիր գծի, կարմիր թելի նման պիտի անցնեն այդ խաղաղության պայմանագրի մեջ, որ ռազմագերիները պիտի ետ վերադառնան։ Ուղղակի փորձում են քողարկել իրենց անգործությունը այդ հայտարարություններով այդքանը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ դեռևս կար գերիների մասով կետ, որ պետք է բոլոր գերիները հետ վերադարձվեն։ Անցել է արդեն 5 տարի, եւ ինչի մասին է խոսքը, օրինակ խաղաղության պայմանագրի հետ կապված շատերը խիստ կասկածում են, որ գերիների մասին որևէ կետ կլինի, չնայած այդ կետերը չի հրապարակվել, կամ Ադրբեջանը կհամաձայնի բոլոր գերիներին հետ վերադարձնել։ Բացի դրանից, մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մեր գերիները 1-2 ամիս էլ կսպասեն, եւ երբ գերիների մասին հարց են տալիս, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ
չեն խոսում, որպեսզի գերիների վիճակը ավելի չվատթարանա եւ նրանք մեծ ջանքեր են գործադրում գերիների հետ վերադարձի հետ կապված, սակայն այնուամենայնիվ մենք որևէ քայլ չենք տեսնում, հատկապես ուզում եմ նշել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված։ Հիմա սպասում ենք արդեն Նիկոլ Փաշինյանի ասած 1-2 ամիսը չէ, 2-3 տարին է անցել։ Ինչ եք կարծում, միտումնավոր քայլեր չի ձեռնարկվում, թե իսկապես այսպես շատ գաղտնի նրանք գործում են եւ շուտով անգամ ականատեսը կլինենք մի հրաշքի, երբ մեր գերիները կվերադառնան։ Այսպես փորձենք երկու կողմից էլ դիտարկել։ Ճիշտ ասած 2018 թվականից ի վեր գեթ մեկ հրաշքի ականատես չեմ եղել բացի ավերածություններից եւ աղետալի իրադարձություններից, ես անհույս լավատես չեմ եւ չեմ կիսում այդ անհույս լավատեսների կարծիքը եւ դիրքորոշումները, ոչ մի ջանք չի գործադրվում, որովհետեւ երբ որ ինչ-որ ջանք է գործադրվում, դրա արդյունքը սպասեցնել չի տալիս, իսկ դեռևս ոչ մի արդյունք չենք էլ տեսել, ավելին կարող եմ ասել հակառակ էֆեկտն ենք ստացել, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է չենք խոսում ռազմագերիների մասին, մեր գերիների մասին, որպեսզի նրանց վիճակը չվատթարանա, դրանից ամիսներ անց կամ տարիներ անց գուցե նախավերջին դատականիստի ընթացքում մենք տեսել ենք խոշտանգված մարդիկ։ Ինչ իմաստ կա դրանում, ինչ իմաստ ենք մենք փնտրում դրանում, չկա դրանում իմաստ։ Խոսում ես, որ չխոշտանգեն, բայց արդեն իսկ տեսնում ես խոշտանգված լուսանկարներ։ Իսկ գուցե խոշտանգվել են, որտեվ չես խոսել դրա մասին։ Կարծում եք, այստեղ միտում տեսնում եք նրանց լռության եւ անգործության հետ կապված։ Միանշանակ միտում տեսնում եմ։ Եթե միտում չտեսնեի, ապա չէի նշի խաղաղության պայմանագիրը։ Ինչու խաղաղության պայմանագրում չկա գեթ մի կետ 16 ռազմագերիների վերադարձի վերաբերյալ։ Ինչու չկա։ Ամեն ինչ խաղաղության պայմանագրում տեղ է գտել, ամեն ինչ, բայց ոչ ռազմագերիների վերադարձ։ Եվ ի դեպ մի հակառակ բաներ պիտի ասեմ, ինչ է նշանակում իրենք ջանքեր են գործադրում, երբ որ Բաքուն խաղաղության պայմանագրի կետերի մեջ հայկական կողմի վրա պարտադրանք է կիրառում, որպեսզի այն բոլոր մարդիկ, ովքեր որ մասնակցել են Արցախյան ազատամարտին, որոնց բնութագրում է որպես ահաբեկիչ եւ զինված խումբ ձևավորող անձինք պիտի հանձնվեն Բաքու։ Այդ մարդն ավելի շատ մարկանց է ուզում ու հայկական իշխանությունը մտածում է, որ եթե լռի այդ մասին, այնտեղ ովքեր որ գտնվում են, իդ պիտի գան, այստեղ կատարել ինչ-որ հիմարություն կա, դատարկաբանություն, որը ոչ մի ռացիոնալ եւ պրագմատիկ ինչ-որ կետում չի հանգում։ Շատ լավ, եւ հիմա, եթե իշխանությունը փոխվի, ըստ ձեզ, կկարողանան այդ բոլոր խնդիրները լուծել։ Հիմա մենք խոսում ենք մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ բոլոր գերիների մասին, ովքեր գտնվում են Բաքվի բանտերում, կկարողանան հաջորդ իշխանությունները լուծել այս խնդիրները։ Այսինքն, եթե լինի ցանկություն, հնարավոր է այս խնդիրը լուծում տալ, հնարավոր է Ադրբեջանի հետ բանակցել եւ հասնել որևէ արդյունքի։ Գիտեք, շատ հեշտ է, երբ որ դու ունես ինչ-որ ֆունդամենտալ արդյունք, որը արդեն ինքը արդյունք է, կարծրացած է, թեկուզ ինքը շատ մեծ չափսի չի, բայց միևնույն է դու ունես ինչ-որ X արդյունք, շատ հեշտ է այդ X արդյունքից բարձրանալ, բայց սարսափելի դժվար է զրոյական կետից, զրոյական արդյունքից բարձրանալ։ Միանշանակ իշխանափոխությունից հետո մենք զրոյական կետի եւ զրոյական արդյունքի ունեցող պետություն ենք ունենալու եւ կարծում եմ մեր ընդդիմության համար շատ դժվար է լինելու իշխանափոխությունը հաջողելուց հետո կարողանալ զրոյական կետից Հայաստանը բարձրացնել։ Ես լիահույս եմ, որ եկող իշխանությունները լինելու են իսկական հայամետ ազգային իշխանություններ, պետական իշխանություններ, որոնք անգամ այդ զրոյական արդյունքից բարձրանալու դժվարությունը գիտակցելով միևնույն է Հայաստանը առաջնորդելու են այդ ճանապարհով, լիահույս եմ եւ հավատով սպասելու եմ այդ օրվան, կարծում եմ, որ միանշանակ ջանքեր գործադրվելու են այդ ուղղությամբ, միանշանակ։ Հիմա շատ կդժվարանամ ապագայի վերաբերյալ որևէ կանխատեսում անելու, միայն կսահմանափակվեմ իմ գնահատականները տալով, իմ գնահատականն այն է, որ այո, ջանքեր գործադրվելու են միանշանակ։ Շնորհակալ եմ Ռեբեկա, հետաքրքիր հարցազրույցի համար, շատ կարևոր հարցեր բարձրաձայնելու համար, եթե ավելացնելու բան ունեք այս թեմայի հետ կապված, կարող ենք այսպես ընդհանուր ամփոփել։
Գիտեք, ես միայն կավելացնեմ, որ խորհուրդ եմ տալիս մեր հասարակությանը, մեր ժողովրդին, իրենց որդիներին, իրենց տղաներին, որպես վառ հայի հայ տղամարդու իսկական կերպար սովորեցնել եւ դաստիարակել մեր ռազմագերիների նման ռազմագերիների օրինակներով, մեր քաղաքական եւ զինվորական էլիտայի օրինակներով ցույց տա, որ ամենադժվարին, ամենամութ ժամանակներում եւ նույնը պետք է պահպանել տղամարդկությունը, պիտի պահպանել հայկական ոգին, այդ հերոսի կերպարն ու դրսևորումները եւ երբեք չվահատել ու փորձել անգամ ամենածայրահեղ վատթարագույն տեղից գոտաբնդել իր ժողովրդին, իր ազգին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Զրուցում էինք Հայաստանի Հանրապետական Կուսակցության ուսանողական կազմակերպության անդամ Ռեբեկա Մարտիրոսյանի հետ, այսպիսին էր դիտակետը, կհանդիպենք։